Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նոթի յուրաքանչյուրիդ։ Բարև հայր ջան, մինչև բուն թեմային անցնել ուզում եմ ես վերջի մի 10 օրվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց կողմից ուղղված հարցին պատասխանեմ, որ ասում են չենք հասկանում ձեր կողմից հնչող խելացի, բայց ոչ արդյունավետ ելույթների իմաստը։ Հետ էլ ավելացնում են, թե եթե չունեք ուրիշ պայքարի ձև, այդ լավ չի, որովհետև արդյունքի չեք հասնի, միայն խելացի մտքեր։ Ուրեմն ասեմ, որ իմանաք, եթե չեք կարողացել մինչև այսօր հասկանալ, ապա իմացեք, որ տարիներով ու ամեն օրվա հետ երկիրը կործանվել է հենց խելացի մտքեր արտահայտողների պակասից, դա մեկ։ Ու երկրորդը, իմ համար խոսալն ու միտք արտահայտելը չի, որ պայքար է, ես մի պայքար ունեմ, ու դա վերածննդի շարժման հաղթանակն է, հեղափոխությունը, ու ես անկեղծ ցավում եմ, որ ձեր ընկալումը սահմանափակվում է նրանով, որ մենակ խոսալուց մեջ եք պայքար տենում ու չեք կարում հասկանաք, թե խոսքս ինչի մասին է։ Այսքան խոսում եմ, որ բոլորդ իմանաք պայքարիս մասին ու դառնաք վերածննդի շարժման մաս, որովհետև շատերը չեն հասկանում ինչի համար պետք է միանան, չեն հասկանում ինչ է կատարվում ազգի ու երկրի հետ, ու ես այսքան խոսում եմ անհերքելի փաստարկներով, որ տենակ, գիտակցեք ու հասկանաք, թե ինչի պատճառով ու ինչ է կատարվում, բայց ցավոք ոնց տենում եմ մեկը դուք բուն իմաստը չեք ընկալում ու խոսքիս մեջ մենակ խոսալ եք տենում ու ձեր վրա չեք վերցնում կոչս, որ միանաք մեզ, ով գիտի ոչ էլ կիսվում ու տարածում եք այս տեսանյութերը, նու են որպես ամենապրիմիտիվ բան էլի, բա կիսվեք, բա քարոզեք նույնը, բա տարածեք, որ արդյունք լինի, որ իմեյլ, ձերել, բոլորիս ուզած պայքարն ու հաղթանակը դառնա իրականություն, դրա համար համել նրանց, ովքեր հարցնում են լավ, բա կոնկրետ ինչ եք առաջարկում, այսպես նման հարցեր տվողներին եւս մեկ անգամ պարզ հայերեն լեզվով ասում եմ, իմ պայքարը վերածննդի շարժման իրականացումն է, ոչ թե զուտ խոսալը, այ այդ եմ առաջարկում, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսների պես մեզ մենակ չթողեք ու կողքից հետևեք, այլ երբ դուրս գանք, դուք էլ դուրս գաք, 2 տարի է պարզ հայերենով այսքանը ասում եմ, էլի հարցնում են, բա ինչ եք առաջարկում, ես չգիտեմ, նեղ հասկանալու արդյունքը, թե պարապության հետևանք, ու այ հենց այդ ձեր սխալ ընկալումն է, որ տենց էլ վերածննդի շարժման մաս չեք դառնում, ձեր համար մենակ խոսքի, մտքի ու արտահայտությունների լսելի լինելու փաստն է ակնհայտ, բայց ոչ բովանդակությունը։ Դրա համար ժողովուրդ, նու այդ հարց տվողներդ, ձեր ընկալումը վերանայեք, ոչ թե ինձ ասեք անարդյունք խոսում ես, ու մանավանդ հենց դուք էիք, որ ապրիլին, երբ ձեր ուզած պայքարն էինք փորձում իրականացնել, մեր կողքին չկայիք, այսա վերանայեք ու ոչ թե ինձ ուղեք, այլ ձեզ ուղեք, որովհետև հեսա նորից ենք դուրս գալու ու հույս ունեմ, որ ձեր ընկալումն ու վճռականությունը վերանայած կգաք ու կմիանաք մեզ, ու այս հարցի հետ կապված այսքանը։ Ու հիմա անցնենք այսօրվա բուն թեմային, որը որոշում է ամեն ինչ, մեր սահմանները, մեր պատերազմները, մեր խաղաղությունը, մեր կորուստներն ու ապագան։ Ուզում եմ բոլորիդ ցույց տալ միջազգային ուժերի իրական քարտեզը, այն քարտեզը, որտեղ Հայաստանը ուղղակի ինչ-որ գույն չի, ուղղակի տենց անկապ տարածք չի, այլ կոնկրետ ջերմային կետ է, որի շուրջ ձևավորվում են աշխարհաքաղաքական ամենախոշոր բախումները։ Մենք սովոր ենք, չէ՞, քարտեզներին նայել որպես հողային տարածքների, բայց արի ուտես, որ մեծ աշխարհը քարտեզներին նայում է ուժերի շարժման, համատեղելիության, բախման հավանականությունների, շահերի ու տարատեսակ ազդեցությունների աչքով, ու հենց այդ է մեզ պակասել, որ չենք հասկացել այս ընդհանուր մեծ պատկերը, չենք հասկացել այն, ինչից կախված է մեր գոյությունը, իսկ ինչի չենք հասկացել, ոչ թե որ մենք հիմար ժողովուրդ ենք, չէ, ամենևին չէ,
այլ նրա համար, որ մեր ուշադրությունը շեղել են, որ մեզ իրանց ներքին էժան բազարներով միշտ շեղել են ներկա ու նախկին իշխանությունները, այն որ այն աստիճանի են միշտ ամբողջ իրանց լրատվականները լցնում իրանց դատարկ հայտարարություններով ու իրանց արդեն նողկանք առաջացնող իբր բանավեճերով ու մամլո ասուլիսներով, որ լրատվականներում էլ տարածք չի մնում ցույց տալու գլոբալ պատկերը, լուրջ թեմաները բացակայում են, որտեղ սրանց ձեռ չի տալի գիտակից հասարակություն, սրանք սովորել են ազգին հիմարի տեղ դնելով ու ժողովրդի աչքերը կապելով իրանց դուդուկների նվագների տակ տանեն իրանց հետևից։ Դրա համար ուզում եմ խոսամ ամենակարևոր ճշմարտությունից, խոսամ նրա մասին, որ միջազգային ուժերը չեն նայում Հայաստանին որպես պետության, այլ դիտարկում են Հայաստանը որպես ինչ-որ հանգույց ու թանկարժեքը համարվում ոչ թե մեր մակերեսը, այլ մեր դիրքը, այսինքն ոչ թե մեր հողը, այլ մեր տեղը, թանկարժեք ու կարևորը համարվում ոչ թե մեր բնակչությունը կամ հայազգի ցանկությունները, ձգտումներն ու որպիսությունը, այլ զուտ մեր աշխարհագրական նշանակությունը, որովհետև իրականում Հայաստանը այն կետն է, որտեղ արևմուտքի շահերը խաչվում են Ռուսաստանի գերակտիվ ազդեցության հետ, Թուրքիայի ծավալապաշտական ծրագիրը խաչվում է իրանական ինքնապաշտպանական կարմիր գծերի հետ, Ադրբեջանի ագրեսիան ու ահաբեկչական ձգտումները խաչվում են Չինաստանի լոգիստիկ ուղիների հաշվարկների հետ, ու ամենակարևորը հայկական պետականության գոյությունը ինքնին խաչվում է ամբողջ տարածաշրջանի ապագայի հետ, ու այս փաստը մեզ դարձնում է ոչ թե փոքր, ուղղակի փոքր, այլ վտանգավոր փոքր, որովհետև անգամ փոքր, բայց ճիշտ տեղում գտնվող պետությունը, եթե չի հզորացնում իր բանակը, եթե ավիրում է սեփական մշակույթն ու ազգայնականությունը ու ժողովուրդն էլ լուռ է, ապա նման պետությունը միշտ դառնում է հարվածի կետ, ոնց որ մենք այսօր։ Ու այն խղճահարություն առաջացնելու հաշվին գոյություն պաշտպանելու հույս ունեցողներին էլ ասեմ, որ գերտերությունները թքած ունեն բոլորիս վրա, իրանք Հայաստանում մարդ չեն տենում, իրանք չեն տենում ժողովուրդ, այլ դիտարկում են Հայաստանը զուտ որպես դիրք։ Սա ամեն հայ պարտավոր է սթափ գիտակցել, որ մեզ չեն նայում որպես 3 միլիոնանոց ժողովուրդ, որպես հինավուրց ժողովուրդ, որպես առաջին քրիստոնյա կամ էլ ժամանակին ծովից ծով եղած Արմենիա։ Մեզ նայում են որպես գլոբալ ցանցի մի հատ հանգույց, որը թույլ է տալի կամ արգելում է մի շարք շղթայական զարգացումներ։ Արևմուտքի համար Հայաստանը Անդրկովկասի վերջի շունչն է, որը կարա չեզոքացնի ռուս-թուրքական այդ կլանային ձեռքը տարածաշրջանում։ Ռուսաստանի համար Հայաստանը կախվելու վերջի կետն է, որը թույլ է տալի պահել ամբողջ հարավային Կովկասը որպես Եվրոպայից անջատված գոտի։ Դրանից բխող կրեմլյան շահերն էլ կարծում եմ ակնհայտ են։ Թուրքիայի համար Հայաստանը Վանաձորից մինչև Կասպից ծով տանող բանալին է, որի բացումը նշանակում է նրա շատ վաղուցվա երազած թուրքական կամար, այսինքն Թուրան։ Իրանի համար Հայաստանը անփոխարինելի պատնեշ է, ու եթե Հայաստանը դառավ թուրքա-ադրբեջանական հարվածային մեխանիզմի զոհ, Իրանը դառնում է շրջափակված պետություն։ Չինաստանի համար էլ Հայաստանը հետագիծ է, առանց որի Չինաստանի նոր այդ մետաքսի ճանապարհը չի կարող անցնի անվտանգ, հավասարակշռված ու վերահսկելի գոտով։ Ու մի կարևոր բան էլ, որը երբեք չեն ասել, Հայաստանի անկումը ոչ թե տեղական աղետ կլինի, այլ գերտերությունների շախմատային տախտակի մեծ պայթյուն, որը կփոխի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը, ու հավատացած եղեք, որ ոչ մեկ չի գալու ձեզ օգնության, որովհետև ոնց որ օրինակ Գազայում ամեն օր մեռնող երեխեքի վրա աշխարհը թքած ունի, տենց էլ ձեզանից յուրաքանչյուրի, նենց որ թարգեք այդ դատարկ հույսերը, որ այս կամ այն պետությունը մեզ բարեկամ է, ոչ մեկ այս աշխարհում չունի բարեկամ բացի սեփական ազգից, մենք որ միանշանակ։ Ու սա թող լսեն բոլոր նրանք, ովքեր անհիմն քարոզում են, որ մեր փրկությունը Ռուսաստանի հետ է, Ամերիկայի հետ է, Եվրոպայի հետ է կամ էլ եսիմ ում։ Մեր փրկությունը մենակ մեր հետ է, մեր միասնականության ու իրար չփնովելու մեջ է, մեր գիտակցման մեջ է, որ հայը պետք է ու պարտավոր է մյուս հային հարգել, սիրել ու աջակցել, ու որ ամեն մի հայ պետք է իր ամեն տեսակի ներդրումը ունենա մեր պետության զարգացման մեջ, վերջ, ուրիշ բան մեզ պետք չի ու չի էլ լինելու։
Ու քանի այս ամենը չկա, կարծում եմ շատերիդ համար պարզ է, թե ինչի են հենց գերտերությունները որոշում մեր ճակատագիրը, այլ ոչ թե մենք։ Շատ պարզ, որովհետև Հայաստանը տարիներով չի ունեցել սեփական խաղի կանոններ, որովհետև Հայաստանի ղեկավարները եղել են պետականության առումով անողնաշար, կամազուրկ, փողասեր, չտես ու իրականում հայազգի ու Հայաստանի վրա թքած ունեցող։ Այդ ղեկավարներն են, ում մեջ հիմա ընտրում եք էլի, թե ով է ավելի քիչ վատը, Քոչարյանը, թե Նիկոլը, Սերժը, թե Լևոնը։ Դրա համար էլ իզուր է բոլորիդ հույսը, որ մի օր մի դրական ու գլոբալ փոփոխություն կարալնի ձեր կյանքում, որտեվ դրանք այն ղեկավարներն են, ում օրոք մենք միշտ սպասել ենք, ինչ կասի Ռուսաստանը, ինչ կասի Արևմուտքը, ինչ կմտածի Թուրքիան, ինչ կպահանջի Ադրբեջանը, ոնց կգնահատի Իրանը, ու տեն շարունակ։ Որտեվ նորից եմ ասում, այդ ղեկավար կոչվածները մենակ Հայաստանի ներսում են իրանց առյուծ զգացել ու զգում, իսկ Հայաստանից դուրս դրանք բոլորն էլ փիսիկ են, ու իրականում ամոթ է գիտակից մարդու համար ընտրել իր երկրի ղեկավար մեկին, ով մենակ իրա վրա կարա կայանա, ինչա թե ներսում ուժայինները իրան են ենթարկվում, իսկ դրսում մլնի մի հատ խայտարակ կամազուրկ խամաճիկ, որ ոնց գլխին բամփեն, տենց էլ գա Հայաստան ու առյուծ խաղալով իր փիսիկությունը անի։ Ու սա բոլոր ղեկավարներին է վերաբերվում առանց բացառության, հեն որ որոշներիդ համար կամ հերոս են կամ էլ փրկիչ։ Հենց այդ ձեր ճակերտավոր հերոսիկներն ու փրկիչիկներն են, որ ձեր մտքի մեջ տարիներով ներդրել են ուրիշների պահանջները որպես դոգմա, բայց ոչ մի ազգ չի գոյատևում, երբ իր մտքի կենտրոնում նստած են ուրիշների պահանջները։ Ու այդ ղեկավարներից անգամ այն ամենաբարձրաձայն ճակերտավոր հայրենասիրական քաղաքական գործիչները ղեկավարել են ոչ թե խաղաքարտը, այլ իրենց վզին դրած դերաբաշխումը։ Ու հենց դրա պատճառով է, որ միջազգային ուժերը մեզ չեն վերաբերվում որպես որոշող սուբյեկտի, այլ ընդամենը որպես վեկտորի, որը երբ ու ոնց ուզեն կարան ուղեն ու փոփոխեն իրենց օգտին։ Ու այդ ղեկավարներ կոչվածների վզին դրած յուրաքանչյուր դերաբաշխում ունի իր լեզուն։ Ռուսական լեզուն կախվածություն ստեղծելն է, արևմուտքի լեզուն լեգիտիմություններ ապահովելու փնթի թատրոնն է, թուրքական լեզուն ճնշումն ու ահաբեկումն է, ադրբեջանական լեզուն ահաբեկչության շարունակական սպառնալիքն է, ու այդ լեզուները ամեն օրվա հետ երկարում են, որտեվ բացակայում է մեր ազգի լեզուն, որտեվ այդ օտար շահերի սպասարկու ղեկավարները ամեն մեկը իր ձևով մի վախ ներշնչել է ձեզանից յուրաքանչյուրի մեջ, ամեն մեկը մի բանից վախում է, մեկը պատերազմից, մեկը զոհվելուց, մեկը դատվելուց, մեկը աշխատանքը կորցնելուց, բայց մի տեսակ երկիրն ու պետականությունը կորցնելուց ոնց որ ոչ մեկ չի վախում։ Իսկ գիտեք ինչի, որովհետև այդ ձեր փառաբանած ղեկավարները ձեզ երբեք թույլ չեն տվել պետականության, հզորության ուժը զգաք ի օգուտ ձեզ, որտեվ այդ ուժը արտաքին խաղացողների պահանջով ու իրանց կամազուրկ լինելու արդյունքում դարձրել են սահմանափակ, ու այդ սահմանափակության մեջ ամեն մի օգուտ գնացել է մենակ իրանց գրպանը, ամբողջ ժողովրդին էլ միշտ ինչ-որ մի թուլափայ մի բան գցել են, որ բերանները փակեն, իրանք են օգտվել, ոչ թե դուք։ Դրա համար էլ իրանք այտենց քամակները ճողում են իշխանության համար, իսկ դուք անգամ փորձ չեք անում դառնալ պետություն, որովհետև դրա համը չեք տեսել, դրա բարեկեցությունը չեք վայելել, վայելել եք մենակ ձեզ հասած կրճոները, դրա համար էլ մենակ դրա վրա եք դողում։ Այսինքն զուտ աշխատավարձ, մեծ աղետների մեջ մի հատ փախցրած քեֆի առիթ ու ձեզ դա հերիքը։ Գոնե հիմա հասկանալի է ընդհանուր պատկերի դրդապատճառը։ Գոնե հիմա հասկանալի է, թե ում եք ողջունում ու երկրի ղեկավար ճանաչում կամ էլ հերոս ու փրկիչ։ Ու հենց ազգային լեզու, ազգային պահանջատիրություն, կայուն կամք չունենալու պատճառով է, որ Հայաստանի տարածքը դառել է սրա նրա խաղի դաշտ։ Այդ պատճառով է, որ մենք խաղացող չենք, այլ խաղացվող, խաղալիք։ Ու այսքանից հետո, եթե էլի ձեր ինքնասիրությունը չի վիրավորվում Նիկոլ, Լևոն, Սերժ ու Քոչարյան փառաբանելուց ու իրանց մեջ հերոս փրկիչ ու ձեր երկրի ղեկավար տենալուց, ապա շարունակեք նույն ոգով, ձեզ ինչ ասեմ, դուք տենց էլ շարունակեք։ Իսկ մյուսներին, ովքեր ինձ հիմա հասկանում են, ես ուզում եմ ասեմ նաև, թե իրականում ոնց են գծվում քարտեզները։ Քարտեզները չեն գծվում զուտ երկրաչափական գծերով։
Քարտեզները գծվում են շահերով, այդ շահերը լծակներով, լծակները գործակալներով, գործակալները կառավարողներով, կառավարողներն էլ իբր լեգիտիմ ընտրվածների դիմակով։ Արտաքին ուժերը Հայաստանի քարտեզը նայում են 3 շերտով։ Առաջինը էներգետիկ ու հաղորդակցային շերտ։ Այսինքն ում են անցնում ճանապարհները, ում են ենթարկվում օրինակ մալուխները ու ում վերահսկողության տակ է էներգետիկ հոսքը։ Երկրորդը ռազմավարական շերտն է, այսինքն նայում են թե ով ու որտեղ կարա իր բազան դնի, ով որտեղ կարա բազա ունենա, ում համար ու որտեղով է ճեղքումը հարմար, ու մեկ էլ ով ում ու Հայաստանի որ մասում կարա զսպի։ Երրորդը քաղաքակրթական շերտն է, նայում են ում մշակույթը սերմանվի այս տարածքում, բացի հայերենից ում լեզուն դառնա գերակա, մեկ էլ նայում են ում պատմական նարատիվը հաղթի։ Ու հենց այս 3 շերտերով է որոշվում մեր ճակատագիրը, ոչ թե մեր ընտրություններով կամ այդ թեկնածուներով, ոչ էլ մեր վիճաբանություններով, ոչ էլ մեր ներքին քաղաքական ասպարեզով։ Ու հիմա ասեմ, թե ինչի է Հայաստանը այս պահին առավել քան երբևէ վտանգավոր կետ։ Որովհետև աշխարհը մտել է գերտերությունների մեծ բախման փուլ, որտեղ ամեն մի մանր պետություն վերածվում է ռազմավարական կարևորության կետի, ընդհանրապես մի կետի, ոչ թե ազգ ու ժողովուրդ ունեցող պետության։ Մեծ խաղացողները ամեն գնով վռազում են գծել իրենց ազդեցության գոտիները, ու այս պահին Հայաստանի շուրջ ստեղծվել է նենց ճնշում, որի նմանը չենք ապրել երբեք։ Թուրքիան ու Ադրբեջանը վերածվել են տարածաշրջանային հարձակման առանցքի։ Ռուսաստանը կորցրել է Հայաստանը իր բռի մեջ պահելու հնարավորության մեծ մասը ու փորձում է ամեն գնով պահի այդ ազդեցության մնացորդները Հայաստանը իր գործիքը դարձնելով։ Արևմուտքը փորձում է դուրս չմնա, բայց դրա հետ մեկտեղ չի ուզում վճարի գնի մեծ մասը, իսկ դա վաղ թե ուշ բերելու է մեծ բախումների։ Իսկ որտեղ են տեղի ունենալու այդ բախումները, իհարկե Հայաստանում։ Մեր տարածքի վրա, մեր տների մոտ, մեր բակերում, Սիրիան ու Գազան ձեզ օրինակ։ Իրանը պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ իր սեփական գոյության շահերը ու մյուս բոլորի նման թքած ունի ծերպիլայի վերածված Հայաստանի վրա։ Դե Չինաստանն էլ սպասում է տենա Հայաստանի վրա ով ինչ վերահսկողություն կստանա, այդ հաստատված վերահսկողությունից էլ ով ինչ կտա, որ իր համար ճանապարհները կայուն լինեն։ Էս է իրական քարտեզը։ Ու այս քարտեզում Հայաստանը որ ճանապարհն էլ ընտրի, մյուս բոլորի համար խնդիր է ստեղծելու, ու այդ խնդիրները անվերջ են լինելու։ Իսկ ամեն հաջորդ խնդրի հետ տուժելու եք մենակ դուք ու ձեր երեխեքը։ Ու միակ ճանապարհը, որտեղ ոչ հայը կտուժի, ոչ էլ Հայաստանը, այդ հենց մեր շահերից ծնվող հայկական որոշումներն են ու բոլորիս վճռականությունը, որ այդ որոշումները իրականացնենք ու միասնական ուժով դրանց տերը լինենք։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Հիմա նորից, բայց մի փոքր այլ կերպ ասեմ, ինչա պետք անել, որ միջազգային ուժերը դադարեն որոշեն մեր ճակատագիրը։ Պետք է ստեղծել հայկական ռազմավարական միտք, ոչ թե դրոշակային ծրագրեր, այլ քաղաքակրթական չափի ռազմավարություն։ Ու ի գիտություն ու ուրախություն բոլորիդ ասեմ, որ Լույսի բանակը այդ ռազմավարական միտքն արդեն մի քանի տարի է ստեղծել է, ու տասնյակ անգամներ դրա մասին բարձրաձայնել ենք, ուղղակի լսող չկա։ Նենց տպավորությունը, ոնց որ Լույսի բանակի հետ կապված բոլորի աչքերին ու ականջներին ինչ-որ քող գցած լինեն, որ ոչ մեկ ոչ տենա, ոչ լսի։ Մենք շատ հստակ ձևակերպել ենք, թե իրականում ինչ ուժ ենք մենք, ինչից ինչ շահ ունենք, երբ այդ շահը ունենք, ինչը ինչքանով է մեզ վտանգ ու սպառնալիք ու դրա դեմը ոնց առնենք, ինչ ռազմական ու մտավոր պոտենցիալ ունենք ու ոնց է պետք է այդ ամեն ինչը կառավարել ու դրանից օգտվել, ինչ գիծ պետք է պահենք, ինչն է անանցանելի թվում, բայց իրականում հեշտ հաղթահարելի է, ինչն է բանակցելի, երբ, որտեղ, ում վրա ու ինչ ֆորմատով պետք է հարձակվենք, միտեղ փաստաթղթերով, մյուսը զենքով, մյուսը պատմական ճշմարտությամբ, իրավական իրավունքներով ու մի շարք նման բաներ։ Տարբեր վիդեոներում սրա մասին պարզ ասում են, որ նորից չկրկնեմ, գտեք նայեք։ Հաստատ այդ վիդեոները ձեր համար ավելի պիտանի են, քան դատարկ սերիալներն ու տափակ հաղորդումները, բայց դե որոշողը դուք եք ու դուք եք կազմում ձեր հետաքրքրությունների ցանկը։ Ուզում եք, հարց չկա, գնացեք տափակ բաներ նայեք, գնացեք բամբաս բյուրոները լսեք, քֆուր քյաֆարը լսեք։
Բայց միշտ հիշեք, որ մարդուն որպես անձ ձևավորում է այն, ինչը ինքը նախընտրում է ամեն ինչից շատ ու հաճախակի լսի ու նայի։ Նենց որ որոշողը դուք եք, ես թեմայից չշեղվեմ, ու մեր այդ ստեղծած ռազմավարական միտքը իրականում ունեն բոլոր նորմալ պետությունները, երևի բացի Հայաստանից, որտեվ այն պետությունը, որը տասնամյակներով ապրել է օտար ազդեցության տակ ու իրականացրել է իր քաղաքական ողնաշարի չեզոքացում, այդ պետությունը չի կարա հայի ու Հայաստանի շահերից բխող ռազմավարական ծրագիր ունենա, այլ մենակ կարա ունենա ժողովրդի միամտության հաշվին լավ դզված ու հարստացած Նիկոլ, Սերժ, Լևոն ու Ռոբերտ։ Բա ուրիշ ինչ էիք ուզում ունենալ նման ղեկավարների հետ, Արցախ ու մեծ Հայք, թե բարեկեցիկ ու կայուն արժե համակարգով կյանք, ինչ ընտրել եք միշտ, այն էլ ունեք, ու թող այտենց մեծամասնությունը Լույսի բանակին ոչ լսի, ոչ տենա, նորից գնա նույն տակառի հետևից։ Իսկ հայկական ռազմավարական միտք նշանակում է ոչ թե արձագանքել ագրեսիային, ոնց որ միշտ անում ենք, այլ կանխել, այսինքն ոչ թե մենակ պաշտպանվել, այլ զինվել ու զինվել, որ իրանք մտածեն, թե ոնց են պաշտպանվելու, երբ հայը իրանց կողմ նայի։ Դա նշանակում է ոչ թե խաղալ ուրիշների աղյուսներով, այլ կառուցել մեր սեփական խաղը, ու ոչ թե գոյատևել, այլ ձևավորել արժանապատիվ, կայուն բարեկեցությամբ, անվտանգության հզոր ապահովությամբ ու երաշխիքով, կրթական բարձր մակարդակով ու ազգային բոլոր արժեքները ամենից վեր դասած կյանք ու ապրել այդ կյանքը պատվով, առողջությամբ, հանգիստ ներվերով ու երկար ու երջանիկ։ Ու այս ամեն ինչի համար պետքա ուժ, այո, զորքերում ուժ պետքա, բայց ավելի շատ պետքա այդ ուժը ամեն մեկի գլխի մեջ մտքում։ Ուժը պետքա ավելի շատ արժեքներում, քան զուտ փողոցում, ուժ ոչ թե աղմուկի, ժխորի, ստատուսների ու մեկնաբանությունների մեջ, այլ խորքում։ Ու վերջում, հայր ջան, ֆիքսեք, որ աշխարհի քարտեզը գծվում է գերհզորների մատերով, որոնցից մեկը կարանք լինենք մենք, ոնց որ ժամանակին եղել ենք։ Բայց քանի դեռ այդ քարտեզը գծողներից չենք, մենք այդ քարտեզի վրա գոյություն ունեցող մի փոքր ազգ ենք, փոքր նկատի ունեմ քանակությամբ։ Ու սա էլ ֆիքսեք ու միշտ հիշեք, որ մեզ երբեք չեն կարողացել ջնջել ոչ պատերազմներով, ոչ սովով, ոչ տեղահանությամբ, ոչ էլ ստրկացմամբ։ Ու հայազգն ունի մի հատ անուղելի հատկություն, երբ նրան առաջնորդում է հայկական միտքը, ինքը դառնում է ոչ թե քարտեզի վրա մի կետով գծած պետություն, այլ իր քարտեզի ինքնուրույն ճարտարապետը։ Իսկ այդ հայկական մտքով այսօր ով է պատրաստ ձեզ առաջնորդելու։ Անվիճելի ու անհերքելի է, որ Լույսի բանակը, ես եկել եմ բերելու այն օրը, երբ Հայաստանը նորից կգծի իր քարտեզը ինքնուրույն, ու եթե դուք իմ հետ եք, ուրեմն մենք արդեն սկսել ենք։ Հիշեք, եթե մենք չենք գծում մեր քարտեզը, ապա մեր քարտեզը գծում են մեր վրա։ Թողեք բոլորին ու քայլեք Լույսի բանակի հետ։ Լույսի բանակը հանուն հայազգի, հայազգը հանուն Լույսի բանակի։ Միասնական կանգնած է ողջ հայությունը Լույսի բանակը հանուն հայազգի Հայազգը հանուն Լույսի բանակի Ողջունում ենք բոլոր ազգանավերների Միասին մերժում ենք հայակոծ անդերերի Լույսի բանակը խելքի պես կտավ հնար Բոլորս միասին դեպի հայք դեպի ոսկեդար Բռունցքը վեր Մենք եկել ենք որ հետ բերենք այն ինչը մեն է Բռունցքը վեր Ասկի վերածնուտն է հայետերն է Բռունցքը վեր Խավարի աղուսավ սապրենք մենք ենք լույսը Միայն մեր ասո ու մեր վրա է հույսը Մենք մարդիկներն ենք գարեգին նժդե
Հայրեհի մենք հզոր սերունդն ենք Տիգրան մեծին Հայացքի կողքին ենք հաջաբար Հանուն հայրենիքի Դավիթ Բեկավար Աշխարհի բոլոր այրերը ունեն մեկ ուղղություն Դեպի հաղթանակ, դեպի ազատություն Մենք ենք լույսը խավարի կիսող տանակ Ողջ ազգով միասնական ենք, մենք ենք մեզ լույսի բանակ Բռունցքը վեր, ես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, ենք հակահայերի ճակատին ուված ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգա Թշնամուներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Ես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, մենք հակահայերի ճակատին ուված ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգա Թշնամուներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Մենք կատարվող գործողություն ենք Մենք իրական փոփոխություն ենք Մենք միասին ենք Աշխարհի նույն սերունդները քարե վերդի պես ամուր Եթե այն այքը, որը մենք ենք բերում Հայոց նոր պատմությունը մենք ենք կերտում Հզոր է հայացքի մեջ, ուժը միասնության մեջ Հիշեք և կշկրնեք, միայն լույսի բանակ և վերջ Հրճակեք Տիգրան մեծի կտակը Հայքը մերն է Հայքի զավակն է մեստեղ է Հայը տերն է Լույսի բանակը հանուն հայացքի Հայացքը հանուն լույսի բանակի